Ես ես իմ վիճակում ձեր համար unboxing վիդեոներ եմ նկարել, վերջապես եկել են իմ գնումները երեխայի համար։ Հոչելի է։ Եկեք սկսենք Դավոյի ամենասիրած այս տուփից։ Տեսա՞ր ինչ հեշտ էր։ Մյուս այս հսկայական տուփի մեջ ինչ ունենք, սոտկան ծծակներ։ Մյուսը ինձ համար ինչ-որ փիթից պայուսակ էի նայում, սիրուն պայուսակ էի նայում, հետո հայտնվեց Դավոն ու ասեց, որ չի լինի տենց պայուսակ առնել։ Վերջապես եկել են իմ գնումները երեխայի համար, այստեղ այն ամեն ինչն է, ինչ մենք գնել ենք երեխայի համար, ես անհանգիստ եմ շատ, ոգևորված եմ, որովհետև ոչ մի տուփ դեռ չեմ բացել եւ չեմ տեսել ինչ կա ներսում, հիմա միասին հատ բացելու ենք բոլոր տուփերը, վստահ եմ ձեզ համար էլ է հետաքրքիր լինելու, ես հավաքել եմ այն ամեն ինչը, ինչ որ հաստատ պետք է գալու բոլոր ապագա մայրիկներին, բայց նաեւ վստահ եմ, որ ներկա մայրիկները եւս շատ օգտակար ու հետաքրքիր ապրանքներ են գտնելու, այնպես որ երկար չձգձգենք, եկեք սկսենք բացել տուփերը։ Առաջ չտակ շատ կարևոր բան եմ ասում ու շարունակենք։ Գիտեք, որ կարող եք ձեր ամեն օրվա քայլերը վերածել գումարի։ Ես արդեն պատմել եմ ձեզ YoHealth app-ի մասին, եթե գիտեք այս app-ի մասին, միևնույնն է լսեք, որովհետև նորություն եմ ասում։ Հիմա արդեն YoHealth app-ի հենց ներսում ձեր ամեն օրվա արած քայլերը դուք կարող եք փոխանակել կրիպտո արժույթի FTN-ի հետ։ Նախ եթե դեռ չունեք YoHealth app-ը, ապա ներբեռնում եք ու ակտիվացնում, սկսում եք քայլել, բացում եք app-ը, gնում եք market, սեղմում եք Fastex US ու հավաքած քայլերը փոխանակում կրիպտո արժույթի հետ։ 34000 քայլը հավասար է $1 համարժեք FTN-ի։ Իդեպ, եթե YoHealth application-ում հրավիրեք ընկերոջ, ամեն ընկերոջ համար կստանաք միանգամից 34000 քայլ եւ հետո արդեն ձեր ընկերոջ արած քայլերի 10%-ը կավելանա ձեր արած քայլերին։ Իդեպ ասեմ, որ Fastex US հարթակը հասանելի է արդեն Ամերիկայում, այստեղ դուք կարող եք գնել, վաճառել կամ trade անել կրիպտո արժույթներ, Bitcoin, Ethereum, FTN եւ այլն։ Եվ այսպես եկեք սկսենք Դավոյի ամենասիրած այս տուփից։ Ուրեմն, ինչա այստեղ, քանի որ մեր տանը տեխնիկայի ընտրությունը շատ սուրբ գործ է, baby monitor-ը, նույն ինքը տեսախցիկը, որը կարող ենք դնել օրորոցի վրա եւ հետեւել երեխային, մենք ընտրում էինք ամենաերկարը ինձ թվում է, ավելի երկար քան օրորոցը, ավելի երկար քան մանկասայլակը, որտեվ այդ մեծ պատմություն է։ Առաջինը շատ մեծ դուր եկավ տեսքը։ Եկեք ցույց տամ առաջինը տեսքը։ Դա դեմ չես, որ ես իրան ճղեմ։ Ինչ թվում է պետքա ճղեմ։ Կարևորը չկոտրենք։ Մի հատ նայեք ինչ սիրուն է տեսքը, ինքը ստանդարտ տեսախցիկի տեսք չունի, սենց ծիտիկի տեսքով է, և տեսախցիկը տեղադրված է այս ներքևի հատվածում, այս տարբերակը նաև հատուկ սենսորների միջոցով կարողանում է հետևել, որ երբ որ երեխայի, չգիտեմ, դեմքի վրա ինչ-որ բան է հայտնվում, օրինակ ինչ-որ բանով ծածկվում է իր դեմքը, միանգամից ազդանշան է ուղարկում հեռախոսին, հիմա այս վերջին շրջանում շատ պոպուլյար բան կա, չէ, նաև սենսորային ինչ-որ բաղադրիչ է ունենում տեսախցիկը, որը որ կարողանում ես ամրացնել երեխայի ոտքին կամ մարմնին և դրա միջոցով կարողանում ես թե հետևել նրա քնի ռեժիմին, թե կարողանում ես հետևել նրա շնչառությանը, հիմա մնացած տարբերակների մեջ ինչը ինձ դուր չէր գալիս, որ դա կամ գուլպայի տեսքով էր, այսինքն պետք է հագցնես երեխայի ոտքի վրա, ինչը կարծում եմ շատ անհարմար էր լինելու, կամ բարուրի տեսքով էր, այսինքն երեխային փաթաթում ես դրա մեջ, ու ես պատկերացնում էի հատկապես գիշերվա ժամերին ինչքան անհարմար է լինելու այդ ամեն ինչը անելը, պլյուս հատկապես շոկ եղանակին ինձ թվում է շատ անհարմար է, եթե մի հատ էլ հավելյալ ինչ-որ բան լինի ոտքին համրացված, իսկ այս տարբերակի պլյուսը այն է, եթե իհարկե ես կարողանամ սա բացել, սա է, այն ինչն է դա։ Իհարկե ինձանից տուփ բացող, ինչի են այսքան փաթաթում, այս տարբերակի պլյուսը որն է, որ այդ սենսոր ասվածը այսպիսի տեսք ունի, սա դնում ես մատրասի տակ,
եւ հետո վրայից արդեն դնում ես մատրասը երեխայի, ինքը պարկում է դրա վրա ու այդ ամբողջ սենսորային, այսպես ասած, ֆիքսացիաները իրականացվում են, այսինքն ոչ մի հավելյալ բան երեխայի մարմնի վրա պետք չի ամրացնել։ Մյուսը diaper bag-ը, նույն ինքը մանկական պայուսակը։ Ուրեմն այս պայուսակի հետ կապված շատ հետաքրքիր պատմություն եղավ, որովհետև ես մինչև այդ շատ ոգևորված էի, ինձ համար ինչ որ թիթիզ պայուսակ էի նայում, սիրուն պայուսակ էի նայում, հետո հայտնվեց Դավոն ու ասաց, որ չի լինի տենց պայուսակ առնել, որովհետև ինչ պետքա ինքը անի, եթե օրինակ երեխան մնալու է իր մոտ ու ինքը պետքա այդ պայուսակը վերցնի ու մանկասայլակով դուրս գա ման գալու երեխու հետ։ Ու այդտեղ ես հասկացա, որ պետք է հրաժեշտ տալ սիրուն թիթիզ պայուսակ ունենալու մտքին եւ պատվիրել մի բան, որը կլինի պրակտիկ ու որը կսազի եւ ինձ եւ Դավոյին։ Դա համար մենք ընտրեցինք այս տարբերակը։ Բրենդերը բոլորը գրում եմ էկրանի վրա, որ ձեզ հեշտ լինի գտնել, եթե հավանեք։ Ուրեմն ինչի ընտրեցի իրականում այս տարբերակը, որովհետև նախ այս backpack ասված է, ռյուկզակ ասվածը շատ հարմար է, որովհետև կարող ես իրան եւ ամրացնել մանկասայլակի վրա, եւ հետո եթե արդեն պետք է ուղակի քեզ վրա կրես, շատ ավելի հարմար է, քան ուղակի այդ tote bag-երը, որոնք իհարկե ավելի սիրուն են նայվում, բայց անհարմար են։ Երկրորդը ինչի ընտրեցի այս տարբերակը, որովհետև մատերիալը, այսինքն կտորը, որից պատրաստված է, շատ հարմար է։ Առաջինը ցանկացած դեպքում, եթե կեղտո Դավոն ընկնում էր, զոհեր էինք ունենում, առաջինը ցանկացած դեպքում, երբ որ ինքը կեղտոտվի, իրան շատ հեշտ է մաքրել, ընդամենը թանձ անձեռոցիկով արագ մաքրում ես եւ վերջ։ Երկրորդը ինչն եմ հավանել, նախ այս պայուսակը ունի բավականին մեծ է եւ ունի շատ գրպաններ, այսինքն այստեղ ներսում ինչ որ առանձին օրգանայզեր առնելու կարիք չկա, ինքը միանգամից դարակներով է, տեսեք, միանգամից ներսում կան գրպաններ, 1 գրպան, 2 գրպան, 3, 4, 5, 6, այսինքն ինչ որ հատուկ առանձին օրգանայզեր առնելու կարիք չկա, բոլոր գրպանիկները առանձնացված են, այստեղ դիմացի հատվածում նորից կա մեծ գրպան եւ կողքի հատվածներում կան գրպաններ, որտեղ օրինակ կարող եք, չգիտեմ, արդեն շիշ կամ շշի տաքացուցիչները տեղավորել, բավականին հարմար է։ Բացի հիմնական պայուսակից գալիս է նաև այսպիսի փոքր պայուսակ իր հետ, օրինակ եթե, չգիտեմ, դուք մանկասայլակով ինչ-որ տեղ եք գնացել, բայց ուզում եք արագ մի քանի բան ուղղակի գցել պայուսակի մեջ ձեզ հետ վերցնել, կարող եք օգտագործել այս փոքր պայուսակը, ու ամենակարևորը գալիս է այս ճամփորդական, այսպես ասած, changing pad-ը, որը որ դուք կարող եք օգտագործել արդեն երեխային փոխելու համար, եթե դրսում եք, հա, ինքը բավականին հարմար այսպիսի բան է, հանում եք, փռում եք, ձեր գործը անում եք, փաթաթում եք, դնում եք պայուսակի մեջ ու գնում եք, չեք մոռանում երեխային վերցնել դրանից հետո ու գնում եք ձեր գործերով։ Մի խոսքով ինձ թվում է այս շատ լավ տարբերակ է։ Մյուսը։ Ուրեմն ես Սոնան եմ, 35 տարեկան եւ ես մարքեթինգի զոհ եմ։ Դա 35 եւ դա հերթական անգամ ապացուցվեց, երբ որ ես մանկական իրեր էի ընտրում, որովհետեւ այս changing pad-ի մասին, երեխային փոխելու pad-ի մասին մտածելուց բնականաբար ես ընտրեցի այն տարբերակը, որը հիմա ամենապոպուլարն է Instagram-ում։ Հաճելի է, հումորային ընդմիջում։ Ուրեմն, ես չէի ուզում ընտրել այն սեղանների տարբերակը, որի վրա արդեն կա ամրացված հատուկ հատվածը երեխային փոխելու համար, ինձ դուր էր գալիս այսենց առանձին բաղադրիչի տեսքով իրան ունենալու միտքը եւ ես ընտրեցի այս տարբերակը։ Ինչի ընտրեցի այս տարբերակը, իրականում ունեի երկրորդ այլընտրանքը, որը կտորային էր, այսինքն ինքը տակից փայտ էր, բայց վրայից կտորով էր ծածկված,
Ու ես հասկացա, որ այդքան էլ պրակտիկ ու այդքան էլ հարմար չի լինի, ինչի, որովհետև ցանկացած դեպքում, հենց որ կեղտոտվի, պետք է միանգամից այդ կտորը հանես, գցես լվալու, իսկ դա անհարմար է ու ավելորդ ժամանակ է ծախսելու։ Իսկ այս տարբերակի մատերիալը թույլ է տալիս ուղակի մաքրել թաց անձեռոցիկով եւ անցնել առաջ։ Երկրորդը ինչ սիրում եմ իհարկե իր տեսքն է, ինքը այսպես փինաթի տեսքով է։ Փինաթը բանն է, ոնց է թարգմանվում, գետնանուշ։ Եվ ունի այսպիսի ամրացման անվտանգության գոտի, բայց միակ բանը ինչը չեմ հասկացել դեռ, դա այն է, թե մեր պահարանի վրա ինչպես ենք սա ամրացնելու, որովհետև գիտեմ, որ կա տարբերակ, որ կարող ես ամրացնել սեղանի վրա, պահարանի վրա, որպեսզի ինքը այսպես ստաբիլ մնա, չշարժվի ու երեխան հանկարծ չընկնի վրայից։ Մյուսը այս հսկայական տուփի մեջ ինչ ունենք, diaper pail, մարդկային լեզվով ասած, տակդիրների աղբաման։ Բացենք։ Էսի փրինչի վերցրեցի, սենց բացվում է երևի թե։ Էս ինչ դժվար է։ Նենց է ոգևորված բացում է, եղածած աղբաման է։ Հա, սա։ Աշխատում է բոլոր տեսակի աղբի տոպրակների հետ, որովհետև այնտեղ կային ուրիշ բրենդեր, ուրիշ տարբերակներ, բայց դրանք ունեին մեծագույն պրոբլեմ։ Յուրաքանչյուրի համար պետք է առանձին սպეციფիկ հենց իր աղբի տոպրակը գնես։ Ես այդքան նյարդեր չունեմ, ես այդքան հավես չունեմ, դրա համար ընտրեցի այս տարբերակը, որը ամենապոպուլյարներից է էլի այսօր ծնողների շրջանում ու ինձ թվում է հենց դրա պատճառով։ Ուղղակի սովորական ձեր տան աղբի տոպրակը օգտագործում եք սրա համար։ Երկրորդ պլյուսը կարծում եմ տեսքն է, որովհետև ինքը բավականին սիրուն տեսք ունի ու սենյակում դնելուց էլ անընդհատ աչքի չի ընկնելու։ Մետաղյա է ամենակարևորը, այսինքն պլաստիկ չի, կարծում եմ, որ սա եւ տեսքի վրա է ազդում եւ նաեւ հոտը շատ ավելի ամուր է պահում ու այստեղ վերևում ունի նաև հատուկ լոկ երեխաների համար, այսինքն երբ որ արդեն ձեր երեխան քայլի ու ուզենա օրինակ գալ ցենց բացել, չգիտեմ ինչի պիտի ուզի բացի, բայց ամեն դեպքում լոկը դնում եք ու ինքը չի բացվում։ Հա, ու նաև տարողության մասին ասեմ, մոտավորապես 55 տակդիր է տեղավորվում իր մեջ։ Իհարկե, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ 55 տակդիր հավաքես կեղտոտ ու պահես տանդ մեջ, ինձ թվում է, այդ իհարկե այլանդակությունն է։ Վերջո, ստացի։ Մյուսը այս մի գնումը, եթե անկեղծ արել եմ ամենավերջինը, որովհետև լրիվ մտքիցս թռել էր, որ պետքա գնեմ ոնց էր հայերեն, սոսկան ծծակներ։ Երկար բարակ Google-ը եւ Instagram-ի բժիշկների էջերը փորփրելուց հետո ես բացահայտեցի ինձ համար, որ ծծակները ընտրելուց պետքա շատ ուշադիր լինել, որովհետև եթե դրանց ձևը սխալ լինի, կարող է վնասել երեխայի կծվածքին ու հետագայում արդեն ինքը սխալ կծվածք ունենա, սխալ ատամնաշար ունենա, չկարողանա բառերը ավելի հստակ արտասանել եւ այլն եւ այլն, ու ինձ համար բացահայտեցի, որ ժամանակին այդքան ակտուալ են կլոր ստանդարտ տեսքով ծծակները իրանք այլևս ակտուալ չեն եւ նույնիսկ համարվում են վտանգավոր ու վատը։ Ուրեմն առաջինը ընտրել եմ Chico-ի, թե Kiko-ի, ոնց է այդ բրենդը արտասանվում, ես տենց էլ չսովորեցի։ Ես հուսամ չեմ ջարդում ոչ ման։ Ուրեմն տարբերակ առաջինը, նախ այս բրենդը բնականաբար Chico-ն, Kiko-ն, չգիտեմ, ես Chico եմ միշտ ասել, ինքը Երևանում հատկապես շատ հայտնի էր ու ես նկատել եմ, որ օրինակ Ամերիկայում ծնողները այդքան մեծ առավելություն եւ նախապատվություն չեն տալիս այս բրենդին, բայց Երևանում հիշում եմ, որ իմ բոլոր ընկերուհիները նախապատվությունը հենց այս բրենդին էին տալիս։ Ուրեմն առաջինը այս տարբերակն եմ գնել, տեսեք իմ ասածն է, shape-ը ուրիշ է, այսինքն կլոր են ստանդարտ ծծակների shape-ը չունի եւ այս
տեսակը թույլ է տալիս, որպեսզի երեխայի լեզուն կարողանա հանգիստ առաջ գնալ, այլ ոչ թե անընդհատ կպած լինի բերանի վերևի հատվածին, որովհետև ասում են, որ երբ որ սովորական ծծակներ ես օգտագործում, իրանք այնքան մեծ են բերանի մեջ, որ երեխայի լեզուն չի կարողանում առաջ գալ, ու դա է խանգարում, որպեսզի ճիշտ ձևավորվի նրա կծվածքը, ու նաև ունի ամենակարևորը այս հետևի անցքերը, որոնք որ շատ կարևոր են, որովհետև ապահովում են այդ ճիշտ օդափոխանակությունը եւ թույլ են տալիս, որպեսզի երեխայի բերանի հատվածում խոնավություն չլինի եւ նաեւ մաշկը չբորբոքվի։ Այս տեսակի հետ կապված ամենաշատը հավանում եմ այն, որ ինքը ունի իր այս travel case-ը, որը թույլ է տալիս case-ի միջոցով արդեն տանել բերել, եւ երկրորդ տարբերակը, քանի որ ես արդեն ասացի, որ ես ստանդարտ մարքեթինգի զոհ մարդ եմ, ընտրել եմ Bips բրենդի ծծակները, այս բրենդը շատ հայտնի է հիմա ծնողների շրջանում, բոլորը գիտեն, բոլորը սիրում են, ու ես էլի գնել եմ, բայց ոչ թե ստանդարտ տարբերակը, ես ինչ փոքր է, գնել եմ նորից տեսեք այս տարբերակը, որի shape-ը նորից ճիշտ է կծվածքի զարգացման համար, ու ինչի եմ այս տարբերակը շատ հավանել, իրականում, որովհետև տեսեք, սա օքեյ է, գույնն էլ է օքեյ, ձևն էլ է օքեյ, բայց այս տարբերակը շատ սիրուն է։ Նախ գույներն են սիրուն, եւ երկրորդը այս թիթեռի ձևը շատ սիրուն է, շատ լավն է։ Մի խոսքով փորձենք տեսնենք, որը մեզ դուր կգա։ Մյուս հսկայական ահռելի տուփը, որը սակայն կարծում եմ շատ պետքական ապրանք է, թե այն մարդկանց համար, ում դեպքում երեխան բնական կերակրման վրա է, այսպես ասած, եւ թե այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են ֆորմուլա, կապ չունի, որովհետեւ այս տուփի մեջ ուշադրություն, կաթի շշերը լվանալու, ախտահանելու եւ չորացնելու սարքն է։ Եկեք բացենք։ Շատ դժվար է բացելը։ Ոյ։ Ինչ եղավ։ Օհո, մոտս, այս շատ ծանր է։ Եվ այսպես մենք այս հսկայական սարքը վերջապես բացեցինք, հավաքեցինք, ուրեմն սա լավագույն բրենդն է, համենայն դեպս ըստ բոլոր ռիվյուների, եթե ուզում եք ձեռք բերել նմանատիպ սարք, որը որ կհեշտացնի ձեր գործը եւ կխնայի ձեր ժամանակը, որովհետեւ ինքը ունի երկու ռեժիմ, եթե դուք ընդամենը ուզում եք լվանալ ձեր կաթի շշերը, ապա կարող եք 19 րոպեում ուղղակի տեղադրել շշերը եւ պարզապես լվանալ։ Եվ եթե ուզում եք ամբողջական շրջանը անցնի մաքրման շիշը, այսինքն ուզում եք որպեսզի եւ լվացվի եւ բոլոր տիպի միկրոբներից մաքրվի եւ չորացվի, ապա դա արդեն մոտավորապես 88 րոպե է տևում, որը կարծում եմ այդքան էլ շատ չի եւ նաեւ խնայում է ձեր ջուրը, որովհետեւ եթե դուք ուղակի սովորական տարբերակով լվանակ բոլոր շշերը, ապա մոտավորապես 85%-ով ավելի շատ ջուր եք ծախսելու, քան եթե օգտագործեք այս հատուկ սարքավորումը։ Ես հասկանում եմ, որ իրականում այս սարքը բավականին թանկ է, որովհետև մոտավորապես $350-ից $400 սահմաններում է, բայց դուք ամեն անգամ ստիպված չեք լինելու մտածել նրա մասին, որ պետք է միկրոբներից եւ բոլոր տիպի բացասական երևույթներից մաքրեք երեխայի կաթի շշերը, ամեն անգամ չեք լարվելու, լվանալու, դրանք չորացնելու վրա, ես կարծում եմ, որ ժամանակ, էներգիա խնայելու եւ նաեւ այդ կաթի շշերի ապահովությունը, անվտանգությունը ապահովելու համար բավականին լավ ներդրում է։ Որպես շարունակություն ցույց տամ կաթի շշերի հետ կապված ինչ եմ գնել, քանի որ ես դեռևս չգիտեմ բնական թե ֆորմուլայի ճանապարհով ենք մենք գնալու, դրա համար ուղղակի նախնական գնել եմ մի քանի շիշ, որպեսզի ունենանք, իսկ հետո արդեն ժամանակի ընթացքում ինձ թվում է կփորձարկեմ։ Ավանդական տարբերակով ես գնացել եմ Philips-ի Avent-ի տարբերակի հետևից, որովհետև այս բրենդը եւ այս կաթի շշերը ծանոթ են նույնիսկ ինձ, երբ որ ես ընդհանրապես մանկական ոչ մի պարագաներով չեմ հետաքրքրվել, ու դրա համար սկզբի էտապում ես գնել եմ
այս տարբերակը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կգնեմ եւս մի քանի այլ բրենդերի շշեր, կարծեմ Dr. Brown, եթե չեմ սխալվում, տարբերակ կար, Bibs-ը ուներ տարբերակներ, կարծում եմ, որ պետքա ուղղակի պատվիրել, մի քանիսը փորձարկել։ Այս անգամ ես պատվիրել եմ այս փոքր տարբերակները, ինչի որովհետև էլի Google-ը փորփրելուց հետո հասկացա, որ այս տարբերակները նորածինների դեպքում ամենահարմար չափսերն են, որովհետև սովորաբար ամեն ուտելու ժամանակ նորածինները այս չափսն են օգտագործում։ Եթե անկեղծ միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, դա այն է, որ շշերը պլաստիկ են։ Ես մի քիչ ցանկացած տիպի պլաստիկ տարաների, շշերի հետ կապված մտավախություններ ունեմ, ես միշտ նախընտրությունը տալիս եմ ապակե տարբերակներին, բայց նորից, ինչքան որ կարդացի մայրիկների ռիվյուներ, տեսա, որ հիմնականում ասում են, հատկապես նորածինների դեպքում հեշտ է, ավելի պրակտիկ է պլաստիկ տարբերակը, որովհետև ապակե տարբերակը գիշերվա ժամերին կարող է մեկ էլ ձեռքիցը տնկնի, կոտրվի եւ այլն, գրեք կոմենտներում իդեպ դուք որ բրենդի կաթի շշերն եք օգտագործում եւ օրինակ ձեզ համար էլ է կարևոր, որ ապակի տարբերակը լինի, թե դուք եք կարծում, որ պլաստիկը հատկապես սկզբի этаպում ավելի ճիշտ է եւ ավելի խելամիտ գնում է։ Եվ այսպես հաջորդը շարունակելով կաթի շշերի թեման, այս տաքացնող սարքն է, որը շատ հարմար է տեղաշարժելու եւ քեզ հետ դուրս տանելու համար։ Եվ սա պետք կլինի եւ նորից եմ ասում են մարդկանց, ովքեր բնական կերակրման ճանապարհով են գնալու եւ այն մարդկանց համար, ովքեր ֆորմուլա են օգտագործելու, որովհետեւ եթե ձեզ մոտ ունեք սառնարանում կաթ եւ դա պետք է կամ ֆորմուլա եք պատրաստում եւ ձեզ հետ վերցնում եք կամ ջուր է պետք ուղակի տաքացնել, հա, այս սարքը ձեզ անպայման պետք է գալու։ Ուրեմն ես ընտրել եմ այն նույն բրենդը, որից գնել եմ մաքրող եւ լվացող ու ախտահանող սարքը, կաթի շշերի, ու սա էլ տաքացնող սարքն է։ Տեսեք, նախ իրականում կարդացել եմ լիքը ռիվյուներ եւ ըստ այդ բոլոր ռիվյուների որակային առումով սա լավագույն տարբերակն է, ինչու, որովհետև ունի մի քանի հիմնական պլյուս։ Առաջին պլյուսը այն է, որ շատ արագ է տաքացնում, այսինքն դուք երկար ժամանակ ծախսելու կարիք չունեք, ընդամենը 3 րոպե եւ տաքանում է կաթը։ Երկրորդը ապահովում է հավասար տաքացում, այսինքն եթե դուք դնում եք շիշը, ինքը վերևից մինչև ներքև հավասարաչափ տաքություն է ապահովում կաթի կամ ֆորմուլայի համար եւ մյուս մեծագույն պլյուսը այն է, որ չարջը բավականին երկար է տևում, դուք ամեն վայրկյան չարջեր գտնելու եւ լիցքավորելու կարիք չեք ունենալու, որովհետեւ եթե օրինակ լիցքավորում եք մեկ ամբողջական անգամ, այսինքն 100%-անոց է լինում իր լիցքը, ինքը մոտավորապես 8 շիշ կաթ կամ ֆորմուլա է կարողանում տաքացնել, որոնք որ սենյակային ջերմաստիճանի են։ Մի խոսքով ինձ շատ է դուր գալիս եւ նաեւ կարևորը շատ հարմար է նույն այդ diaper bag-ում, մանկական պայուսակում քեզ հետ ման տալու համար։ Ժողովուրդ ապրանքները շատ են ու ես ուզում եմ բոլորը ձեզ ցույց տալ ու եթե դուք ուզում եք որ ես անեմ այս վիդեոյի մաս 2-ը եւ ձեզ ցույց տամ թե մենք ինչ մահճակալ ենք առել եւ ինչ մանկասենյակ ենք առել, գրեք կոմենտներում եւ ես կնկարեմ մաս 2-ը։ Իսկ վիդեոյի նկարագրության մեջ ես թողնում եմ բոլոր այն ապրանքների լինքերը, որոնք որ այսօր ես ձեզ ցույց տվեցի, ու եթե դուք որևէ մեկը ուզում եք գնել, ուղղակի գնացեք այդ նկարագրություն, սեղմեք լինքը ու արեք ձեր գնումները։ Իսկ ես սպասում եմ ձեր ակտիվությանը կոմենտներում, խնդրում եմ եղեք ակտիվ։ Սա իմ առաջին փորձն էր unboxing նկարելու, դրա համար ինձ շատ հարկավոր է ձեր աջակցությունը։ Խնդրում եմ ձեզ, չմոռանաք վիդեոն Գրեք, որ ես տուփ բացել չգիտեմ, ես դա էսթետիկ անել չեմ կարողանում, բայց անպայման խնդրում եմ գնացեք կոմենտներ, ես ես իմ վիճակում ձեր համար unboxing վիդեոներ եմ նկարել, գնացեք կոմենտներ, ինձ սրտիկներ դրեք եւ այդպես ես կիմանամ, որ դուր է գալիս այս ֆորմատ ու սրանից հետո ինչ որ առնեմ, անպայման կնկարեմ եւ ցույց կտամ ձեզ YouTube-ում։